Իմ հերթը եկել է 0-ից 100 արագացումը չափելու։ Ոչոքու։ Արդեն ոչ մի բանի վրա չես զարմանում։ Պակս թաց չի, այս վերջն էր։ Փորձում էին հիասթափեցնել մեզ մաքսիմալ եվրոպական, գերմանական արտադրության արագ գնացող մեքենաներից ուղղակի մի հատ մեծ պլանշետ են բերել դրել մեքենայի մեջտեղը, մենք կոճակներ չունենք, մեր բանը ամբողջովին էկրանով է կառավարվում ու մարդկանց վրա դա փորձում են ծախել որպես տեխնոլոգիա է, հələ նայեք մենք ինչ առաջ ենք։ Դուք հենց հիմա նայում եք մի մարդու, ով աշխարհում առաջիններից է, ով գործնականում փորձարկելու է Zeekr 8X-ը։ Ողջույն, սա Drive News-ն է, ձեզ հետ Տոշն է Չինաստանից։ America. Հիմա վերջապես գնանք ձեզ ցույց տամ ինչի համար ենք հավաքվել, ինչի համար եմ ես այս 2 օրա տանջվում, այդքան թռիչքներ, այդքան ջանջալ, հոգնածուցիչ, էսա այն մեքենան, ինչի համար այսքան ճանապարհ ենք անցել, ող ինչ հաճելի գույն է, հա, տեսակ, նայեք, այս կողմից որ նայում եք, sense ինչ որ մուկ սև բորդո, ինչ որ, բայց որ գալիս է արևի տակ, նայեք ինչ սիրուն գույն է։ Դե Zeekr-ին բնորոշ արդեն դարձած էս մեծ ռադիատորային քողարկչով, մի խոսքով հետաքրքիր է արտակնապես, թե տեխնիկապես նույն ձև հետաքրքիր կլինի թե չէ, այդ դեռ չեմ կարող ասեմ։ Դուք հիմա նայում եք այն մարդուն, ով աշխարհում առաջիններից է, ով գործնականում փորձարկելու է այս հրաշքին։ Ես շատ մեծ հույսեր ունեմ իր հետ կապված։ Բայց եթե ինքը ինձ չզարմացրեց, չհիացրեց, սիրահարվել չտվեց իրեն, հրաժարվում եմ այս գործից։ Իդեպ նշեմ նաև ինչի շնորհիվ եմ այստեղ հայտնվել, նես չի որ տես մենակով նստել եմ, որոշել եմ, ասել եմ, վախ, ինչ կայֆ է, վաղը գնացի Zeekr քշելու։ Հայաստանից այս ամեն ինչը ինձ համար կազմակերպել է Muran ընկերությունը, ով Zeekr-ի Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչն է ու ինչպես եւ ասում եմ բոլոր մեր հաղորդումներում, այստեղ էլ ասեմ, այս պարագայում արդեն Zeekr-ը, եթե ցանկանում եք ձեռք բերեք, խորհուրդ եմ տալիս ձեռք բերել միայն պաշտոնական ներկայացուցիչներից, որովհետեւ պաշտոնական ներկայացուցիչները տալիս են բնականաբար երաշխիք, նույնպես Zeekr-ը, եթե ձեռք բերեք Երևանում, կունենաք երաշխիք ու ամբողջական սպասարկում կունենաք, այսինքն խնդիրների դեպքում էլ չեք մտածի ուր տանեք, ինչ անեք եւ այլն։ Պաշտոնական ներկայացուցիչները այդ իրավասությունները ունեն ու նրանք մասնագիտացած են բնականաբար այս մեքենաների հարցում։ Իսկ Հայաստանում Zeekr-ը պաշտոնապես ներկայացնում է Muran ընկերությունը, ով հանդիսանում է Ավտոգրուպ ընկերությունների անդամ։ Ու եթե ցանկանաք ձեռք բերել Zeekr, միանշանակ Muran-ից եք ձեռք բերում, որովհետև իրանք միակ պաշտոնականն են բնականաբար։ Իրականում նորեկան իմ համար բացեցին դռները, որ ես մի քիչ խալտուրա անեմ ինտերնետներում որ նայեք, մարդիկ կան, որ այս մեքենան տեսել են, խոսացել են այս մեքենաներից, բայց մենակ դրսից, որովհետև կանգնած են եղել ինչ-որ նիպանյատնի շոուրումներում ու փակ, որովհետև այս մեքենան դեռ չի կարելի ցուցադրել, որովհետև չի եղել պաշտոնապես իր բացումը, այսպես ասած։ Ես աշխարհի առաջի մարդն եմ, երևի, աշխարհի առաջի մարդկանցից եմ, որ հիմա կնստի այս մեքենան։ Ինձ ասեցին հանգարց չնստես, ես բացում ենք ուղղակի նկարես, բայց դե հայավարի չեմ կարող չնստեմ ու ձեզ ցույց տամ ու լինեմ այն առաջին մարդը, ով նստեց այս մեքենայի մեջ։ Օբա։ Okay. Լավն է։ Հոտը լավն է մեքենայի։ Այդ շատ կարևոր է։ Բարձրորակ հոտ է գալիս։ Շատ բարձրակարգ լավ կաշիների եւ նյութերի հոտ է գալիս, այդ շատ հաճելի է։ Այս մեքենայի ամենաչհաճելի բանը այն է, որ ինքը չինական շուկայի համար է արտադրված այս պահի դրությամբ, այսինքն ինքը դեռ չի պատրաստվում դուրս գա Եվրոպաներ բաներ ու Եվրոպայի շուկայի համար, այսինքն Հայաստանում էլ հավանաբար այս մեքենան մենք կտեսնենք տարվա կեսից այն կողմ,
այսինքն ամառվանից այն կողմ, ինչ որ sense տենց է պլանավորվում։ Ստեղ մի քիչ տենց հայավարի մուխլյոժի պահ կա, էլի, որ հիմա մենք եկել ենք Չինաստան այս մեքենան նկարելու, որովհետև դեռ մոտ ամիսներին այս մեքենան չի սպասվում։ Եթե տեսնեք, լինելու է հավանաբար չինարեն ու ինչ որ բան մութ ճանապարհներով բերած էլի, պաշտոնապես դեռ չի լինելու, որովհետև պաշտոնապեսը, եթե զիկրից տեղյակ եք առհասարակ, կիմանաք, որ սրահից դուրս եկած մեքենան ամբողջությամբ արդեն համ անգլերեն է, համ ռուսերեն է, այն կիսատ պրատ չինարեն բառերով ման տենց չի լինում։ Գնացինք մեր աշխարհի ամենահզոր 8x տարբերակով։ Ես գիտեի, որ հայավարի մեզ անպայման հասնելու է ամենահզոր 100 դիաոժանոց տարբերակը, ուրիշ տարբերակ չէր կարա լիներ, բնականաբար, տենց առօրյա ինչ-որ քաղաքում հանգիստ վարելու, ակետից բեկետ տեղափոխվելու տրանսպորտա։ Մեզ մոտ գալու է արդեն ուլտրա պլյուս տարբերակը, այդ 900G, որը էլի քիչ չի, էլի 900G։ Մարդկոցների հզորության հետ կապված, ուրեմն ուլտրա պլյուսը գալիս է 70 կՎտ հզորությամբ մարդկոցը, որը որ տալիս է հնարավորություն վարելու մոտավորապես 360 կմ մաքուր էլեկտրականով, իսկ հիբրիդ ռեժիմում, այսինքն որ բենզինային շարժիչն էլ աշխատի, տալիս է մոտավորապես 1350 կմ։ Այդ բավականին շատ է, ու հիմա դուք կասեք, որ դե թվերին չենք հավատում, ես ինքս չեմ հավատում շատ թվերին, այդ CLTC-ներ, ես իմ ինչեր, բաներ, որ ես ինչ թիվ լսում եմ, միշտ սենց ուղիղ 2 եմ անում, բաժանում եմ 2 մասի, բայց ինչի եմ ես այս պարագայում, զիկրի պարագայում հավատում, որովհետև այս ճամփորդության ընթացքում Հայաստանից Վրաստան մենք գնացինք զիկրով, 7X-ով, ու ի զարմանս ինձ, Երևանից դուրս ենք եկել, տալիս էր, որ 540 կմ կարանք վարենք։ Մենք հասել ենք Թիֆլիսի օդանավակայան ու մեզ մնացել էր վարելու 220 կմ, այսինքն մենք վարել ենք 300 կմ, մեքենան խաբել է ընդամենը 20 կմ։ Ու մենք չենք եկել հանգիստ, մենք չենք եկել այդ CLTC-ներին համապատասխանեն, որ չգիտեմ, ոչ մի բան չես միացնում, գազ այսքան ես սեղմում, այդ առհասարակ այդ թվերը ստանում են սենց, ասենք մի հատ անջատված մարդ, ով որ բանու գործ չունի անելու, ներվերը անջատած, նստում է մեքենան, բոլոր հնարավոր, ինչ հնարավոր է մեքենայի մեջ անջատում է, որ ոչ մի բան ավելորդ հոսանք չտանի, գտնում է մի հատ այն կրեյսերսկի նավային արագությունը, որ մաքսիմալ քիչ է ծախսում այդ արագության տակ մեքենան հոսանք, այսինքն ենթադրենք 90 կմ/ժ, ու սկսում են այդ արագությամբ ստաբիլ պահած վարել այնքան մինչև մարդկոցը մահանա ու գրում են այդ թիվը, տալիս են ասենք 750 կմ։ Այս հրաշքը ուրեմն ունի 2 առաջարկվող կոմպլեկտացիա, որոնցից մեկը ցավոք մեզ ամեն դեպքում դեռևս հասանելի չի լինելու, դեռ որոշել են, չգիտես ինչի, մենակ իրանց ներքին շուկայի համար արտադրեն։ Դա այս գեղեցկությունն է։ Նայեք, երկուսն էլ 8X են, երկուսն էլ բավականին գեղեցիկ, սա մի քիչ ավելի սենց էլեգանտ, մի քիչ ավելի Rolls-Royce-ի դիզայնին գնացող, որպես ճոխություն, որպես լյուքս դաս, միշտ ընտրվում է Rolls-Royce-ի դիզայնը, մանավանդ չինացիների դեպքում։ Ստեղ շատ ավելի ագրեսիվ, շատ գեղեցիկ սև ռադիատորային քողարկիչով, այստեղ սենց կտրատված, ոնց որ սենց իրար մեջ մտնող ատամներ լինի, սենց այն բաների շնաձկան ատամների նման, այստեղ ավելի կլասիկ տարբերակ է, ուղիղ խրոմապատ, կողքից էլ որ նայում ենք, ասենք անվահեծերը, բաները իր ասենց մի քիչ ավելի նուրբիկ դիզայնը, սպոյլերը, նայեք, այստեղ ունի սպոյլեր, բայց սենց նուրբ զսպված, գեղեցիկ, իսկ ստեղ այս ագրեսիվի մոտ սպոյլերը հերիք չի, այսենց արդեն կտրվածք ունի գեղեցիկ, մի հատ էլ ինքը ակտիվ է, այսինքն վարման ընթացքում սա բարձրանում է, ակտիվ սպոյլերը։ Հետևի հատվածը լուսարձակները նույնն են, բայց բամպերների վրա այստեղ ադրաժատիլներ են, շատ գեղեցիկ է, այստեղ բամպերի ներքևում կարբոնի սենց թեթև պոչիկներ, այո, սպոյլերը դե կարբոն, այս Brembo արգելակման համակարգերն են ու ասեմ խայտարակ լավ է աշխատում։
Ընդհանուր վրա այսպես կողքից նայում եք, մանավանդ իրանց մոտ թողնում են ապակիները ամբողջությամբ մքեցնել։ Մի հատ էլ գեղեցկությունը նայեք, էլի, սենց լրիվ ջղային գանգստեր, սպորտ, ինչ որ սենց խառը էմոցիաներ առաջացնող մեքենա է։ Միակ բանը, որ եթե այն տարբերակը, այսինքն Ultra Plus-ը, եթե նման է արտաքնապես Rolls-Royce-ին, այս տարբերակը, այս հզոր տարբերակը ինձ հիշացնում է օրինակ Grand Cherokee SRT կամ Trackhawk-ը, հա, SRT Trackhawk-ը։ Մի տեսակ, չգիտեմ, ես նմանացնում եմ, դուք չգիտեմ ոնց։ Ինչով են տարբերվում այս երկուսը միմյանցից տեխնիկական տեսանկյունից։ Սա, որը կոչվում է Yaoying 1400 ձիաուժա, դուք պատկերացնում եք, ոնց կարելի է առհասարակ մտածել սենց հզորության ինչ որ քաղաքային SUV արտադրել, ես չգիտեմ, չեմ պատկերացնում, Zikr-ում ինչ են նստած մտածել, այն որ ասել են, օքեյ, աշխարհի բոլոր մեքենաները մի քիչ թույլ են, բացի այնտեղ Koenigsegg, Bugatti, բան, Chiron, Veyron, եկեք մի հատ տենց crossover արտադրենք, էլի, ինչ կլինի օրինակ 1400 ձի։ Ու արտադրել են։ Այն մյուս տարբերակը Ultra Plus-ը գալիս է մոտավորապես 900 ձիաուժ, 660 կիլովատ։ Էլի քիչ չի, էլի ասենք համարյա 1000 ձիաուժ, այդ չափից շատ է իսկապես, էլի, ասենք մանավանդ այն եթե մեքենա պետք է առնես ու առօրյա վարման համար օգտագործես, հա, ինքը բավականին կոմֆորտ, ընտանեկան, X5-ն է, ինքը մոտավորապես մեր իմացած BMW-ի X5-ն է, ուղղակի չինական ու անմարդկային հզոր։ Այստեղ ուրեմն ունենք մեկ բենզինային շարժիչ 2 լիտրանոց տուրբինացված, որը աշխատում է երկու էլեկտրաշարժիչների հետ, որոնք միասին տալիս են 900 ձիաուժ հզորություն։ Իսկ արդեն այս ջղային տարբերակը ունի 3 էլեկտրաշարժիչ, նույն տուրբինացված 2 լիտրանոց շարժիչի հետ աշխատելով, համագործակցելով տալիս է մեզ 1400 ձիաուժ հզորություն։ Հիմա ձեզանից շատերը իհարկե կասեն քիչ է, ասենք ինչի ոչ 2000, հա, ես էլ եմ համարում։ Սրա հստացել են բավականին գեղեցիկ, բավականին սպորտային, ջղային, սև ու լյուքսային, լյուքս սպորտ համադրել են իրար հետ։ Hello։ Ունենք Alcantara-ի տանիք, ունենք գեղեցիկ սև կաշի պլյուս Alcantara պլյուս նարնջագույն գծեր, կարեր, գեղեցիկ սպորտային նստարաններ, որոնք իդեպ ակտիվ են ու վարման ընթացքում քեզ կողքերից պահում են։ Ասեմ, այս մեքենայի պարագայում շատ ինֆորմացիա ստացել ենք ուղղակի վարման ընթացքում, այն որ վարել ենք, ճամփին մեկը հոպ, սենց բանել ունի, հո, վայ ոնց որ բան, այ սենց է եղել, որովհետև այս մեքենան դեռ չի արտադրվում։ Տեստային փուլից արդեն դուրս է եկել, տրվել է մեզ, որ փորձարկենք ու տարածենք իր մասին ինֆորմացիա։ Ու մասնագետները, այն մասնագետները, ովքեր մեզ հետ են, հա? Իրանք էլ որ ասեմ, տենց շատ մանրակրկիտ տեղյակ են ամեն ինչից, չէ, որովհետև էլի եմ ասում, նորա ու ինչ հարցնում ես, այս թղթերը վերցնում են, նայում են, փորձում են ինֆորմացիա գտնեն, այդքանով հետաքրքիր է այսօրվա մեր test drive-ը, որովհետև ոչ միայն մեր համար է սա նորություն, այլ նաև այն մարդկանց, ովքեր աշխատել են այս մեքենայի վրա։ Ուրեմն ունենք այստեղ երկու մեծ մոնիտոր, բավականին հաճելի աշխատող սենսորով, որով այսօր ոչ ոքի չես զարմացնի։ Այստեղ ուղևորի համար, որը կողքից համարյա չի երևում, որ ուղևորը նստի, ասենք, չգիտեմ, ֆիլմ բան նայի, վարորդին չխանգարի։ Ունենք բավականին հաճելի սպորտային ղեկերից, վերևը կտրած, ներքևը կտրած, կարբոնով։ Այստեղ ունենք launch mode, որը թույլ է տալիս մեզ մեկնարկել լավ։ 3 վայրկյանում ընդամենը 0-ից 100-ի հասնել։ Ստեղ ունենք Energy Boost կոչակ, հնարավորություն է տալիս վազանց կատարելու կամ ասենք որ պահի տակ ինչ-որ տենց հզորություն է պետք, այդ պահին որ լավ հզորություն ունենաս, օգտագործեցիր ինքը հետո անջատում է։ Ունենք բազմաթիվ վարման ռեժիմներ, Comfort, Eco, Sport, Sport Plus բնականաբար ամենահետաքրքիրը։ Ունենք Off-road առանձին բաժին, ունենք Off-road-ի համար առանձին ռեժիմներ, լիքը, տարբեր, էլի ադապտիվ, սարեր, ավազ, ցեխ, խոտ, ձյուն, քար, այս չգիտեմ ինչա, Wade, եթե գիտեք, ասեք։
Բայց խնդիրը այն է, որ մենք չկարողացանք օֆրոդը փորձարկել, որովհետև տենց մի քիչ անհաջող էր այդ պահը կազմակերպած։ Գնում ենք այդտեղ, որ այս մեքենան մի քիչ փորձարկենք արտաճանապարհային պայմաններում։ Дорогой дневник, мне не подобрать слов. Կազմակերպել էին ընդհանուր օֆրոուդ բոլորի համար, բայց գնացինք հասանք տեղ, պարզվեց նենց հատվածում է կազմակերպած, որ արտերկրյա բոլոր լրագրողներին մուտքն այնտեղ արգելվում էր։ Նայմ աուդիո համակարգն է 29 բարձրախոս ունի, բավականին բարձր ու մաքուր երգում է։ Այստեղ հետևը ունենք ուրեմն բավականին ընդարձակ ու հարմարավետ սրահ պանորամայով, բնականաբար այսօր էլ առանց պանորամա մեքենա երևի չի արտադրվում, չգիտեմ Չինաստանում։ Այս նստարանը ունի zero gravity, որ sense պարկում է, ոտներդ կախվում է, ես իմիջ դրանով էլ այսօր էլ ոչ ոքի չես զարմացնի։ Մի խոսքով, ինչ գիտեք, ինչ լսել եք մեքենաների մասին, առհասարակ որ հնարավոր է ունենան տեխնոլոգիաներից, այս մեքենան ունի։ Այստեղ ունենք հետևի ուղևորների համար էլի գեղեցիկ մոնիտոր, էլի սենսորային, ինքը իհարկե դուրս չի գալիս, որպես պլանշետ չի, բայց դա էլի բան է։ Այստեղ ունենք սառնարան, տաքացնող, սառացնող եւ այլն։ Ունենք այսպես գեղեցիկ էկրան։ Այս հետևի մոնիտորները միշտ որ տեսնեմ, այն մեր հին գազելներն եմ հիշում, կամ ավտոբուսներ են, որ sense հաստ DVD մոնիտորներ մեջ է լինում, ու sense կախում էին, հա ու գրում էր sense DVD է, DVD-ն է, sense գնում էր տխ sense պատերին էր խփում։ Բայց դե հաճելի բան է իհարկե։ Բոլոր նստարանները ունեն մերսում, բոլորը կարող են տաքանալ, հովանալ, մաքսիմալ կոմֆորտով տեղաշարժվել։ Ունենք այսպես վարակույր, որը կոճակի օգնությամբ փակում է, ձեզ պաշտպանում է արևից։ Մեր հերթն արդեն եկավ, հիմա արդեն այդ փորձնական պոլիգոնում ենք, փորձադաշտում ենք, որտեղ տարբեր փորձությունների ենք ենթարկում մեքենաներին։ Հիմա իմ հերթը եկել է 0-ից 100 արագացումը չափելու մեքենայի։ Ասում են 3 վայրկյան է 0-ից 100-ը, նույնիսկ մի քիչ 2.90 քանիս, այսպես։ Իսկ ուլտրա պլյուսը 3.7 վայրկյան է 0-ից 100-ը։ Հիմա կփորձենք, հիմա գնում ենք մեր հերթը հասել է։ Հիմա ուրեմն առաջին հերթին մեր մասնագետը մաստերը մեզ ցույց կտա թե ոնց է դա արվում։ Չնայած այդքան է դուրս չեկավ այդ միտքը, որովհետև ես կուզեի sense բանը հենց առաջին տպավորությունը ղեկից ստանալ, բայց դե հիմա կարգը տենց է։ Are you ready? Yes, of course. Okay. One. Aerodynamic. One. Go. Oh, choco. Օրոյս ինչ էր։ Տակս թաց չի, չէ։ Not wet, good։ Սրանից արագ իրականում ես վարել եմ մեքենա, օրինակ BMW-ն այն մեր 1000 ձիաուժանոց, բայց երբ որ դու ղեկին ես նստած, տպավորությունը լրիվ ուրիշ է, այսինքն դու ղեկից բռնացես, կախված ես այնտեղ ոտերդ հենման կետեր ունի բան, բայց կողքը նստած երբեք ես արագացումը չէի զգացել։ Change, okay։ Մեքենայի կողքը նստած, այս զգացողությունները զգալ, այդ աննկարագրելի է։ Հիմա փորձենք այդ նույն բանը ղեկից։ Չեք մոռանում բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, լայքել անպայման, որովհետև հետո կկորցնեք մեզ մեր վիդեոները։ Եվ թողնում եմ այստեղ մեր Telegram-ի QR կոդը։ Okay։ Դնում ենք drive, yeah։ Ահա։ Okay։ Okay. Danger. Okay։ Ուրեմն ամեն ինչ աշխատում է շատ հեշտ։ Ձախ ոտը արգելակին, launch mode-ը սեղմում ենք, աջ ոտը գազին, միջև վերջ սեղմում ենք, մեքենան նստեց, 3, 2, 1, գնացինք։ No։ But launch no։ Չստացվեց ինձ մոտ, հեսա մի հատ նորից փորձենք։ Այսինքն հենց մեքենայի հետևը նստում է, միանգամից պետք է գնալ, այսինքն պետք չի սպասել, հա։ Okay. Ահա։ Այսինքն պետք չի սպասել, ինչ որ խոսալ երկար, հենց մեքենան նստեց միանգամից թողում ես գնում է։ Okay։ Գնացինք։ Այս։ Okay.
Արկելակներն էլ այլանդակ։ Yeah, good. Ես չգիտեմ իհարկե Հայաստանի ու առհասարակ Եվրոպայի շուկայի համար այս մեքենան կարտահան են, հա, իրանց երկրից դուրս, որովհետև այս տարբերակը դեռ մենակ Չինաստանի համար է պլանավորված։ Ահա, պատրաստ։ Գնացինք 3, 2, 1, գազ, թողեցինք։ Բաբա։ Հիմա ուրեմն ցույց են տալիս, ինչպես են անում տանկի շրջադարձը շատ նեղ հատվածներում, որ տեղ չի անում մեքենան, հեսա սկսեց նայել։ Արդեն տեղավորվեց։ Հիմա մի հատ հարցազրույց թեթև տանք իրանց ինչ որ թե ալիքի թե բանի համար, բլոգի համար ու գնանք արդեն փորձարկման Շատ լավն է կառավարելիություն։ Հավատալի։ Ես չգիտեմ այս մեքենան առհասարակ ով ասենց վարելու, բայց ես ձեզ վստահեցնում եմ, good, որ եթե ինչ-որ մեկից փախնելու խնդիր ունենաք, հաստատ կկարենաք փախնեք։ Վերջնա։ Всё, stop։ Շատ, իսկապես շատ տպավորված եմ։ Այս վերջն էր։ Good։ Ահա, հիմա նույն բանը անում ենք BMW X5 M-ով։ Այ ինչ շուստրի են, որ վերջն է կանապես, որ հիասթափվես։ Իրականում այս մեքենան այդքան էլ համեմատելու չի։ Մի քիչ սխալ մեքենա են ընտրել համեմատության համար, որովհետև այնտեղ 1400 դիաուժը մոտավորապես 2-ից ավել անգամ հզոր է այն մեքենան իրականում։ Ու sound, good։ Հա, խնդիր չկա, այն մեքենան թող 2 անգամ արագ լինի, չեմ իմանում։ Բայց դուք հասկացաք, նա զգացիք այդ ձայնի պահը, այդ մռնչյունը։ Շատ տարօրինակ է, որ սովորացնում են BMW-ով ոնց լանչ անել։ 3, 2, 1 Հաճելի է, շատ հաճելի է։ Վերջ, այսքան է։ Փորձում էին հիասթափեցնել մեզ մաքսիմալ եվրոպական, գերմանական արտադրության արագ գնացող մեքենաներից։ Բայց դե ես չեմ հիասթափվում, ես իրանց մեկը շատ եմ սիրում։ Հիմա մի հատ էլ ուզում են, որ Porsche Cayenneից հիասթափվենք, մեր ինստրուկտորը քնում է։ Դե ճիշտ էլ անում է։ Okay. Slow. Ավելի անկեղծ լինելու համար փոքրիկ ճշտում։ Ճանապարհը, որը դուք տեսնում եք, ստարտից մինչև ֆինիշ ընդամենը 60 մետր է։ Այդ 60 մետրի ընթացքում Zeekr 8X-ը հասնում է մոտավորապես 100 կմ/ժ արագությանը։ Հետևաբար այն թիվը, որ տեսնում եք ձեր էկրաններին, դա Zeekr-ի 0-ից 100 արագացումն է։ Բայց BMW-ի եւ Porsche-ի պարագայում իրականությունը մի քիչ այլ է, քանի որ ոչ BMW-ն, ոչ Porsche-ն այս 60 մետրի ընթացքում չեն հասնում 100 կմ/ժ արագությանը։ Հետևաբար X5-ը այս պարագայում 100 կմ/ժ-ին կհասնի 4 վայրկյանից երկար, իսկ Porsche-ն հավանաբար 6 եւ ավել վայրկյաններ։ Ճշտումներն այսքանն էին, շարունակում ենք։ Շատ անհասկանալի պահեր այդ որ բերել էին BMW X5-ը ու Porsche Cayenne-ը։ Okay, լավ էին մտածել, որ իբր տենց մաքսիմալ, որ վերջնական հիասթափվենք գերմանական արտադրության մեքենաներից կամ բենզինային առհասարակ շարժիչով մեքենաներից, բայց ախր ընդհանրապես համեմատելու մեքենաներ չեն։ Ասենք BMW X5-ը ինչ ասենք 600 դիաուժ պլյուս մինուս, Cayenne-ը չգիտեմ էլ ինչ Cayenne էր, ասենք turbo էր, turbo S էր, չհարցրեցի էլ, բնականաբար գնում էին շատ դանդաղ,
նու համեմատած X5-ը գոնե մի քիչ են որ տենց տեղաշարժվում էր, բայց դե ասենք 1400 ձիավժանոց մեքենան բերել են համեմատում են 650 ձիավժանոց մեքենաների հետ։ Ես իսկապես տպավորված եմ ու լուրջ եմ ասում։ Նենց չի որ այսքան ճանապարհ կտրել եկել հասել եմ ու չեմ ուզում ինքս ինձ հիասթափացնեմ, որ ասենք իզուր եմ եկել, անկեղծ կասեի ու նույնիսկ շատ ուժեղ մանթո կընկնեի, կասեի, որ անիմաստ էր իմ այսքան ճանապարհ գալը, բայց չէ, մի քանի գլուխ ավելի բարձր էր իմ բոլոր սպասումներից։ Գնում եմ ավտոպիլոտով, բավականին հետաքրքիր աշխատում է, դե բնականաբար ինքը համ միացված է ստեղի քարտեզներին, որով ինքը ուղղորդվում է, համ ստեղի գծանշումներն են բնականաբար իդեալական, ոչ թե ոմանց երկրների պես, ոմանց քաղաքների պես։ Շատ հետաքրքիր է աշխատում ու քո տեղը նույնիսկ թարթիչ է միացնում, երբ թարթիչ ես միացնում ինքը նայեք, թարթիչը միացրեցիր, հանգիստ ինքը գիծը փոխում է։ Մեկ էլ ինչն է հետաքրքիր, օրինակ մեր մոտի վարած մեքենաներում, հա, երբ որ միացնում ես ավտոպիլոտ, ու սենց ձեռքերդ առհասարակ հանում ես ղեկից, ինքը սկսում է գժվել, լաչառանալ, եսի մինչ, ես կոմենքոմ, տենց շուխուրները անում, որ անպայման բռնես։ Ստեղ, նայեք, ինչքան վաղտա արդեն ձեռքերս թողել եմ, դեռ ոչ մի բան չի պահանջում, դեռ ինքը իր համար գնում է, այն օր ասեց, որ կարելի է ձեռքերը դնել, բայց մեկը շուխուր չի անում, մեկը ինքը վարում է, քո փոխարեն, ուղղակի նկարեց, որ դիր ձեռքերդ ղեկին։ Հիմա ինձ հետաքրքիր է ինչքան ժամանակ հետո ինքը կսկսի, արդեն կարմիրով ցույց տվեց, 120 միացրած գալիս էինք, ավտոպիլոտը միացրած, ճանապարհից աչ արեցինք, որ արդեն պետք է դուրս գայինք ճանապարհից։ Ես ոչինչ չեմ սեղմել, ոչ մի արգելակ, ոչ մի գազ, ոչ մի բան ձեռք չեմ տվել, ինքը ուղակի ճանապարհը իմանալով, նշանները կարդալով իջացրեց 60, հիմա գնում ենք 60։ Հետաքրքիր է, չէ՞։ Վստահ եմ Հայաստանում դա չի աշխատի, նույնիսկ չփորձեք, կգնաք դուրս կգնաք ճանապարհից դուրս։ 只有一张图就行，我每次过都特意拍一遍不用的是吧？ Մի հատ էլ շատ հետաքրքիր բան կա, արդեն շատ մեքենաների մոտ նկատում եմ, էլեկտրական ու մանավանդ չինական, հա, որ երբ գնում ես կրուիզ կոնտրոլով կամ ավտոպիլոտով, արտակնապես ինչ որ մի ձև իրանք ազդանշան են տալիս դրա հետ կապված, այսինքն ինչ որ լույս է վառվում, ինչ որ բան է անում, հա, այսինքն որ դրսից ուրիշ մարդ դրսից տեսնի։ Հիմա զիկրի պարագայում, այս մեքենայի պարագայում այդ լուսարձակի վերևի կապույտ գծերն են, հետևից էլ կապույտ գիծ կա։ Շատ երկար չէի հասկանում այդ ինչի համար է, իբր իմաստը դրա որն է, որ դու նստած ես ղեկին քո համար ավտոպիլոտով գնում ես, դրսից ինչի համար է պետք որ տեսնեն, որ մեքենան ավտոպիլոտով է գնում։ Բայց հետո մի քիչ մտածելուց հետո հասկացա, որ հավանաբար, ես սա ուղղակի ենթադրություն է, դա արվում է նրա համար, որ քանի որ հաճախ են լինում պատահարներ են, որ հաճախ տեսած կլինեք մեքենան 250 կմ/ժ արագությամբ ավտոպիլոտը միացել է, վարորդը ոչինչ չի կարողացել անի, գնացել են տենց չգիտեմ ավտովթար եսի ինչ մի խայտարակ իրավիճակ, ով կա չկա տարածքում ոչնչացրել են, ասել են ավտոպիլոտն է, կամ ասել են մեքենան է մեղավոր։ Այդ լույսերը արվում է նրա համար, ենթադրում եմ, որ նման դեպքերում հետո տեսախցիկներով որ նայեն, հասկանան այդ մեքենան իսկապես ավտոպիլոտով էր, թե վարորդն էր տենց բաներ անում։ Ու իմանան մեքենա արտադրողին դատի տան, թե վարորդին։ Զուտ սենց փոքրիկ ենթադրություններ։ Եթե իսկապես տենց են խորացել, շատ հետաքրքիր է։ Այս մեքենան բնականաբար համալրված է ամեն ինչով, ամեն հետաքրքիր ինչ գիտեք այս չինական ավտոարտադրության արդյունաբերության հետ կապված ամեն ինչ այս մեքենայի մեջ կա, ինչ մարդու ֆանտազիան թույլ տվել է, ստեղ տեղավորել են։ Ու բավականին բարձրորակ։ Ինչա ինձ համար դա ենթադրում, այսօր մի քիչ բան է, էլի, ոչ այնքան հասկանալի արտահայտություն է այդ բարձրորակը, հա, բարձրակարգը։ Ինձ համար այսօր բարձրակարգը, դե պատրաստման նյութերն են բնականաբար ու ճշգրիտ
գեղեցիկ, լավ նյութերից պատրաստված կոճակներ, հաճելի տեսքով, ճիշտ էրգոնոմիկայով, որ հասկանում ես, որ այս մեքենայի մեջ աշխատանք է կատարվել։ Այստեղ էլ ունեն գեղեցիկ կարբոն, կոճակներ, պտուտակ, ստեղ դռների վրա գեղեցիկ, իսկապես հաճելի կոճակներ, համ գեղեցիկ են, համ հաճելի են, համ էրգոնոմիկան է լավը։ Չնայած որ ունենք մուլտիմեդիա մեծ համակարգ, ունենք նաև կոճակներ լիքը, որի բացակայությունը փչացնում է բոլոր տպավորությունները մեքենայի մասին։ Ոչ թե ուղղակի մի հատ մեծ պլանշետ են դրել մեքենայի մեջտեղը, սաղ ինչ կա ինֆորմացիան լցրել են պլանշետի մեջ, այն որ մենք կոճակներ չունենք, մեր բանը ամբողջովին էկրանով է կառավարվում, եսի ինչ բան ու մարդկանց վրա դա փորձում են ծախել որպես որ տեխնոլոգիա է, հələ նայեք մենք ինչ առաջ ենք։ Բանա, մեր մոտ մինիմալիզմ, եսի ինչ։ Այդ տեխնոլոգիա չի, ձեզ գաղտնիքը բացեմ։ Մի հատ որակյալ այսենց կոճակը, նայեք ինչ որակով գեղեցիկ սարքած է։ 1000 հատ մանիտոր արժի։ Մանիտորը ինքը իրանով էժան բան է։ Ծրագիրը, որը մի հատ ստեղծում են ու բոլոր մեքենաների մեջ լցնում են, էլի մեկ մեքենայի հաշվարկով շատ էժան բան է։ Կոճակը շոշափողական զգայողական մակարդակի վրա լավ աշխատող կոճակը, նախ իրան պետքա ստանան որակով ֆիզիկապես լավ բան։ Իրան պետքա որոշեն ինչ ճիշտ տեղ դնել, որ էրգոնոմիկան ճիշտ աշխատի։ Հետո պետքա այդ դրան միացումներ տան, որ ամեն կոճակ իր գործողությունը անի։ Մի կոճակի արժեքով կարելի է երևի 10 մեքենայի մեջ մանիտորներ տեղադրել։ Դրա համար, որ ձեզ փորձում են վաճառել ու դա մատուցում են որպես լավ բան, որպես տեխնոլոգիա, որպես ինչ-որ շքեղություն։ Այդտեղ շքեղություն չկա։ Շքեղությունը կա ստեղ։ Շքեղությունը կա յուրաքանչյուր լյուքսային թանկ արժեք բրենդի մեքենայի մեջ։ Համ հոտն է այս մեքենայի լավը։ Այդ էլ է շատ կարևոր բան է։ Առաջին անգամ որ գնում ես մեքենա գնելու ավտոսրահից, որ մեքենայի դուռը բացում ես, այդ հոտը որ տալիս է, ինքը շատ բան որոշում է։ Հոտի շնորհիվ լիքը կարծիք ես կազմում այդ մեքենայի մասին, որովհետև դու բավականին երկար շարունակական տևական ժամանակ դու ամեն օր պետք է այդ դուռը բացես ու այդ հոտը զգաս։ Դու պետք է ապրես այդ հոտի հետ։ Դու պետք է ապրես այս կոճակների հետ։ Դու պետք է ապրես այդ էմոցիաների հետ։ Դու պետք է ճիշտ լինի ամեն ինչ, մանավանդ եթե ինքը իրան համարում է լյուքս։ Զարմանք չի առաջացնում էլ ոչինչ։ Նման դասի մեքենաները արդեն, այսինքն ոչ միայն նման, նայեք, հիմա մենք մի հատ սենց շեմի ենք հասել, ավտոարտադրությունը առհասարակ, ու չինացիների շնորհիվ։ Ու հենց Չինաստանն է իրան բերել մի հատ փակուղի մցրել, տուպիկ, որ այնքան իրանք այդ ներքին կոնկուրենցիայի, ներքին այդ առողջ կոնկուրենցիայի, ես բան չեմ ասում։ Նույնիսկ ամենասովորական մոդելների մեջ այնքան տեխնոլոգիա մցրեցին, այնքան նորարարություն, այնքան ամեն 2 ամիսը մեկ նոր մոդել են հանում, ամեն մոդելի մեջ թազա բան, արդեն ոչ մի բանի վրա չես զարմանում։ Հիմա այս մեքենայի մակարդակի, այս մեքենայի դասի մեքենա լիներ 3 տարի առաջ, այս նույն հնարավորություններով, հա, ասենք, տեսնեինք 3 տարի առաջ, հասկանում եք ոնց կզարմանայինք, հետևը zero gravity, դեմը zero gravity, այսքան սենց ճոխություններով, աշխարհի ամենալավ կաշիներով, փափուկ, նյութերը պատրաստման, այն որ շատ լավն է իսկապես։ Նույնիսկ աուդիո համակարգը ոչ թե պարզապես 29 բարձրախոսները լավ երգում են, նաև շատ գեղեցիկ տեսք ունեն։ Ամեն ինչը մտածած է, բայց էլ չի զարմացնում։ Այդ շատ տխուր է։ Այն ժամանակ սենց բան տեսնելուց մենք նենց հուզմունք էինք ապրում, նենց զգացողություններ էինք ապրում, արդեն ոչ մի բանի վրա չես զարմանում։ Շատ հրաշալի հնարավորություն ունեցանք և ճամփորդելու, և փորձարկելու այս դեռ չարտադրված մեքենաները։ Շատ հետաքրքիր փորձ էր։ Բավականին գոհ եմ այս մեքենաներից իսկապես, որովհետև առհասարակ չէի սպասում նման
նման թե կառավարելիություն, թե հզորություն։ Իհարկե, չկա մեքենա առհասարակ միշտ ես ասում եմ, որ չունենա թերություն, այս մեքենաները բնականաբար ունեն թերություն, այդ թերությունների հետ կամ համակերպվում ենք, կամ ուղղակի մեքենաները անտեսում ենք, անցնում ենք։ Ձեզ հետ Տոշներ, սա Drive News-ներ, ստեսություն։